Այստեղ գտնվել եմ, ինձ համար մեծ ուրախություն է, մեծ պատիվ է։ Ուրեմն Երուսաղեմը ինձ համար անցամբ իրավես կյանքիս ամենեն կարևոր վայրերեն մեկն է։ Մենք քանի հոգիներս Բոլսո պատվիրակության ժառանգավոր սան որպես Երուսաղեմ եկանք։ Սուրբ Ծննդյան օրերն էին 16 հունվար 95։ Նաև հոգևոր խոր ապրումներու ժամանակներ էին ամենուր արարողություններում ներկա գտնվել Արագոդյան, Երևան, Փետրեհիմի արարողությանց ներկա գտնվել եւ այլն եւ այդ 10 օրը այդպես անցած։ Սիրելի հետևողներ, ծանոթանանք Հայ Երուսաղեմի հաղորդաշարին։ Կարծեմ բավական ժամանակ է որ չենք հանդիպած կամքի անգախ պատճառներով։ Սակայն այսօր ունենք հյուրը, որ գրնամսել թե հյուր է եւ թե արդեն 1-2 տարի դեղացի, սակայն դարձյալ հյուր պիտի դառնա, որովհետեւ պիտի ցկե ու պիտի երթա։ Բոլիսեն հրավիրված Դիրացու Սևան Դեիրմենջյան։ Դիրացու Սևանը նախսեմ բարի եկա։ Բարի դեսանք Սևանուշ, բարի դեսանք։ Մենք ես պիտի խոսիմ մեր բարեկամությունը ինչպես եւ ուր սկսավ, այո, դարիներ առաջ Հայաստան հանդիպեցանք, սակայն ատկի առաջ ես կուզեմ նախ խոսիլ մեր գաբը Բոլսո հետ, Բոլսո մտավորականության հետ, որ գերտա 50 եւ ավելի դարիներ առաջ երբ Բոլիսեն խումբ մտավորականներ Երուսաղեմ եկան եւ Եղիշե Բատրիարք Դերդերյանը Եղիվարդ Փանաստեղծը այդ խումբը արած մեզի եկավ խումբը որ եկան շիգահեր վարտի բոլորը մեջներին անոնք ասին օ մենք կարծեմ ամեն չեր հոսպիտիկանք եւ վերաթարցին թերթերում մեջ գրեցին որ Նակաշյաններուն դունը մտավորականներու սալոն է Տշպախտապար ես բզդիգ էի, բայց գհիշեմ, աղոտ չէ, լավ գհիշեմ, բարձաբես չեմ գցած մտավորական խոսակցություններուն մասնակցել, սակայն շատ բան այսպես մտքիս մեջ է մտնոլորդը դունին, գիտեք, եւ այդպես անցավ, մեր գաբը Բոլսո հետ անշուշտ ավելի զորացավ, սկսանք թերթերը ստանալ եւ այլն, ատկե ետք 2000 թվականին ժամանակ թերթի խմբակրաբեդ Արա Քոչյանը եկած էր եւ շատ հետաքրքրական հանդիպում ունեցանք եկեղեցին Արան մոտեցավ ես ալցանոց չէի իրեն անցամբ ոչ ալինք ինձի եւ սա ներեցեք գրնալ Փանաստեղծուի Անուշնակաշյանը գճանչնակ սի այո գրնակ ինձ իր դունը դանիլ սի ճամփուս վրա է եւ եկանք ուրեմն դունին թուրը բդի փանամ ասավ ծեր հյուրասիրութենեն շատ սկացված եմ որ գրավիրեք որ բայց ես Փանաստեղծուին ուզեմ դեսնել սի Անուշը չէ այո իր դունը գմտնենք որ Եցավ թուքեք ասի ես եմ ասի եւ ատկեվերջ արդեն ես սկսա ժամանակին հոտվածներ գրգել պատմվածքներ գրգել այս բարեկամությունը սկսավ ավելի մդերին բարեկամություն ոչ միայն հերվեհերու թերթով այլև անցնաբես եւ արան պատճառ եղավ մեր ծանոթացման Հայաստանի մեջ գիշես աշուշ չէ նույնիսկ տեղը գիշե Մարկո Պոլո այո եւ Քանի դարի առաջ, որովհետև աշխարհին, հայ աշխարհին մտավորականություն պատրաստող եւ գրգող հայ Երուսաղեմը հայրենի ուսուցչի սովին մեջ էր եւ շատ ուրախ ենք որ հրավիրեցին Դիրացու Սևան Դեիրմենջյանը որովհետեւ այստեղ հայոց լեզու եւ քրագանություն դասավանդե այսինքն ցեվում մենք եղանք նաեւ գործընկերներ իսկ մեզի գաբե Երուսաղեմը Հայաստանը նաեւ Բոլիսը արիմդահայ քրագանությունը չէ այսինքն երեք կարևոր դերեր հայու կյանքին մեջ հայրենիքը մեր հոգևոր հայրենիքը եւ մեր քրագան հայրենիքը եգուրսենք չէ ուրեմն Սևան այսօր ես շատ գուզեմ որ մենք մդերնիկ զրույց ունենանք աս հարցազրույց չէ բարձաբես խոսինք մեր ցավերուն մասին Հուսամ մենք վերջին մոհիգանները չենք, որպես ուսուցիչ եւ սպյուրքի մեջ արդեն այս կողմերը մտավորականներ, որովհետեւ գետրոնները հայկական քանթվեցան, չէ, շատ հոգտանինք Երուսաղեմին, բայց ինչ էր քեզի համար Երուսաղեմ քալը այսպես, վստահ եմ նույն զգացումները ունեցար, ասենք չէ հայրենիք Երուսաղեմ Այո, նախ ես շատ շնորհակալ եմ Անուշ, այստեղ գտնվելը, այս հարգին դակ, այս
Դանիկը Սրբոցագոպյան սվանքի ասենք, եթե մեր ընթերցող մեր հետևորդները գիտեն, որ այստեղը ծերդունը, այստեղ Դանիկ մնե, վերնադում մնե, ինչպես մեր բոսայի մտավորականները ասել են ժամանակին, թե եւ թե ուղղակի իմաստով նաեւ վերնադում մնե։ Այստեղ գտնվել են ինձ համար մեծ ուրախություն է, մեծ պատիվ է։ Ուրեմն Երուսաղեմը ինձ համար անցամբ իրավես կյանքիս ամենեն կարևոր վայրերեն մեկն է, որովհետև ավելի քան մոտավորապես 100 տարի առաջ Բոլիսը եւ Երուսաղեմը նույն գայսրության երկու հերավոր քաղաքներն էին եւ հայ եկեղեցու երկու կարևոր աթոռները Բոլսո պատրիարքությունը եւ Երուսաղեմի պատրիարքությունը սերտ գաբիմը մեջ կգտնվեին եւ հետևաբար այս գաբերեն մեկը որ ես ագանադես եղա ինձ համար դարձավ շնորհք պատրիարքը ես շնորհք պատրիարքը դեսած երդասարդ սերունդի վերջին ներկայացուցիչները մեկն եմ ով գիտե ես 14 տարեկան ինքը վախճանեցավ եւ շնորհք պատրիարքի օրակրությունը որ հրադարակված էր ուրեմն իմ բադանեգությանս սնարի քիրքերես մեկն էր Եվ իր 40 գբատներ շնորհք պատրիարքը Երուսաղեմ Սրբոցագոպյան Սուրբ Թորոսի եկեղեցու մեջ եւ այլն եւ իմ մանկությունս միշտ հակեցած էր Երուսաղեմով անշուշտ մեր դիրոջ դերունագող հետքերը այստեղ են Սուրբ Գիրքի մեջ միշտ Երուսաղեմը գար բայց շնորհք պատրիարքի այդ բացմացներով Երուսաղեմը նաեւ ասկային այլ իմաստ կստանար ինձ համար եւ Երո Քարեկին պատրիարքը եկավ, որ Երուսաղեմի լուսարաբետն էր, Քարեկին Կազանջյանի մասին է խոսքը, ինքն էլ ուրեմն Երուսաղեմի շունչը, հովը փերավ Բոլիս եւ փախտ վիճակեցավ մեզի 95 թվականին 1995 ճիշտ 30 տարի առաջ այսինքն Մեսրոպ Սրբազանի առաջնորդությամբ մենք քանի հոգիներս Բոլսո պատրիարքության ժառանգավոր սան որպես Երուսաղեմ եկանք Սուրբ Ծննդյան օրերն էին 16 հունվար 95 թվականալ գիշեմ Թորքոմ պատրիարքին հյուրը որպես Սուրբոցագոպյանց միապանության հյուրը եւ Սուրբ Պրգիչ կմնայինք եւ ինձ համար անասելի ուրախության նաև հոգևոր խոր ապրումներու ժամանակներ էին ամեն օր արարողություններուն ներկա գտնվել Արաբոդյան Երևան Պետրեհեմի արարողությանց ներկա գտնվել եւ այլն եւ այդ 10 օրը այդպես անցավ Երազիբես ուրեմն նորայր Սրբազան Բողարյանը դեսնելու արիթը ունեցանք մեր այդ այցելության ժամանակ եւ 96 թվականին Ուրեմն նույնը կրկնվեցավ այս անգամ Մեսրոպ Սրբազանը սավ որ թունարանցին պիտի երթաս որովհետև մյուսները սպաղած էին եւ այլն դարբեր ծևերով սավ որ թուն բայց քնա լավ սիմինագս եկա այս անգամ ուրեմն դարձյալ նորայ Սրբազանի կով դարձյալ վանքին զանազան վայրերը Սուրբ Ծննդյան արարողությունները Սրբոցագոպյանցի մեջ արարողություններ եւ այլն այդ օրնալ այդպես անցավ բայց իմ մեջս միշտ մնաց որ ես Երուսաղեմը ես պետք է այսինքն մնաց իմ մեջս եւ սիրեցիր Երուսաղեմը անշուշտ միշտ այսին ուրիշ օդմ ուրիշ մտնորորդ ուրիշ հոգեվիճակ մը գտելացրել ինձ միայն այդ անունը նույնիսկ եւ Սրբոցագոպյանցը մանավանդ եւ Եկա 2013-ին Թորքոմ պատրիարքի ուրեմն հուղարկավորության եւ վերջին օծման ուրեմն եկա Նուրհան պատրիարքի ընտրության այն ժամանակ արդեն ժամանակ թերթի մեր Արաքոչունյանի թերթի որպես աշխատագից ուրեմն Երուսաղեմ եկա հետևելու բոլոր այդ արարողությանց շատ կարճ ժամանակով էր անշուշտ այդ բոլորը եւ 2021 թվականին մինչ այդ եղած էին առաջարկներ Երուսաղեմ գալու բայց ես չգրծա արժևորել չեղավ չեմ գիտեր բարակաները չներեցին ասեմ չէ լավ եղավ որ չեղավ Սևան որտեվ ես քիչ ավելին գիտեմ եթե քայիր գազեմ գուսագրոն բիդի լայր իսկ հիմա ամշտիգիմ եւ համովիկ տուստմուս լավ որ այրադին չեսեգած եւ ուրեմն 2021-ին երբ որ առաջարկ եկավ անշուշտ գնոջս թելատրանք Խրախուսանքով հագարակ որ ոսո մեջ կորձունի
Կարևոր չէ։ Այո, այսինքն Երուսաղեմը գծկե։ Այո, եւ կորզեսալ արդոնություն, այսինքն այնպես մի եղավ որ գրնայի արցանց ցևով հերագա գարկով իմ կորզեսալ իրականացնել եւ եկա Երուսաղեմ արդեն որպես թարգմանչացի մեջ հայոց լեզվի եւ քրագանության եւ հայոց պատմության ուսուցիչ անշուշտ նոյեմբեր էր 2021-ի նոյեմբերն էր ուրեմն շատ դարբեր էր անշուշտ այդ բոլոր զգացումը այստեղ արդեն էի հոսպիտալի աբրեի ուրեմն սենյագունի բախչեցաղի մուտքը Սուրբ Հակոբի խնգապիր ամեն օր պիտի արվի այո ամեն օր առողջություններով զանգեր արդեն հոսը սկսա ապրիլ եւ գճանայի արավելակույնը քաղել այո եւ արավելակույնը քաղել սորվիլ եւ դալ նաեւ անշուշտ այս ընթացքին 4 տարի եղավ 1 տարի մկացի հետո դարձյալ եկա չդիմացա ուրեմն ես այս բոլորի մեջ կդեսնեմ անշուշտ նախախնամական դնորինություն այսինքն անպայման կա որովհետեւ անկարելի է որ մարդ ուզե փամը եւ այսինքն գլլա եւ որ ուզես բայց հոս ուրիշ մատ մգար այսինքն աստծո մատգար գավադամ եւ այնպես մի եղավ որ ես փոխվեցա ես գապվեցա Երուսաղեմին ուզեցի ինչ որ գրնայի դալ ինչ որ գրնայի քաղել այո սիրեցին ողջլան այսինքն մարդոց հետ հարաբերությունները լավ ընթացան ովևէ հարց ովևէ խնդիր ովևէ բան չունեցանք շատ լավ էր այսինքն Սևան մտավորականը որ այդպես միշտ կորձի վրա է երբ ժամանակ ունի խնդիր այո այսինքն այստեղ թե մադենատարանի մեջ լալ թե ցերակրադան մեջ լալ ինքնին Սուրբ Հակոբի մեջ արխիվի մեջ լալ եւ այլն եւ Սիոնը իր սյունակները դրամատրեց ողջլան գրծա աշխատակցություն ուսբերել որ ինձ համար այս բոլորը երազներ էին որ գրծա իրականացնել Սևան գիտես չէ ինչ որ իրականանա կյանքի մեջ մեր երազն է այո ինչ որ երազած ենք ադոր յետևեն գերտան եւ իրականանա շատ ուրախ եմ քեզ Մութաֆյան Բադրիարքը որ հիշեցի այսինքն գուզեի որ ինքը անշուշտ մահացավ 2019 թվականին եւ ինքն անշուշտ միշտ ներկա էր այսինքն ինքը լար ինչ կսեր ինքը եթե լար ինքն ալ որովհետեւ իր սաննի այո ինքն ալ աբրած էր այստեղ 70-ական թվականներին ինքն ալ Երուսաղեմը շատ կսիրեր այո այցելացի իր հրավերով բոլիս եկազի գիշեմ այդ թվականներուն ուրեմն նաև իր զինքը շատ կհիշեմ մեր արարողությունները ինչ որ բոլիս կնենք օրինակ եկեսցեի գարքը մենք բոլիսալ գնենք քնալը գղզի մեր եկեղեցու մեջ Սուրբ Խաչի նախորդող Երեգոյան Քիշերվան ընթացքին Վարդավարին եւ Աստվածազնին որ 3 դաղավարներ որ քնալը գղզի մեջ կանցնենք ամառները այդ եկեսցեի գարքը գնենք եւ Բահմը միտքես դրած էր որ եկեսցեն Երուսաղեմի հադուկ է եւ ուրեմն օրը ասեմ որ հսկում գա օքեյ բացասվեսանք հսկում եւ եկեսցեն սկսանք այդքան հուզված էի լալով ուղագի եկեսցեի գարքը ամբողջությամբ երկեցի այսինքն թե մեստով սրբազանը հիշելով թե մեր մանկության բադանեգության օրերը հիշելով եւ այն այսինքն այդ բոլորը անշուշտ եւ Երուսաղեմը նաեւ ինձ համար նակ չաբրված օրերու հիշադակն է այսինքն օրինակ ես շնորհ Բադրիարքի ժամանակը չեմ ապրած ես Եղիշե Թուրյանը չեմ ապրած ես Թորգոմ Քուշագյանը չեմ ապրած բայց կարդացած եմ այդ բոլորը շնորհ Բադրիարքի միջոցով եւ այն եւ այդ չաբրված օրերու հիշադակը ես ամեն քայլափոխին ամեն բահուն գճանայի ապրիլ վերաբրիլ այդ փորձառությունը քանի որ Թունակիրես Երուսաղեմը լավ անգար վերջի խոսենք այո գիտես ես որ բոլիս բզդիկ տարիքից կացած եմ որտեղ հայրս եւ մայրս դադուրյան սաներու պատասխանատուներն էին աշակերտ կտերեին եւ այլն բայց երբ որ 2001 էր կարծեմ կացի 2001 2 տարի հետևի Մութաֆյան Բադրիարքը հրավիրեց ուսուցիչներու վերաբադրացման համար այդ նույն զգացումը երբ նավահանգիստը գսպասեին որտեղ իջանք օտագայերեն ամիջապես քնալը պիտի բարձրանանք ուրեմն հարցունքը նոր գծանոթանամ գոր հրավիրողներուն Սևան այսպես արցունքները սկիչն եք գոր դեր Աստված կսեմ գոր մեր
Քրողները այդքան չէ գրած են այդ մասին, հոս ապրած են, հոս շնչած են, այստեղին ներշնչված են, ճիշտ այդ այսինքն բոլիսը իմ մեջ գար, մորցիր մանկություն, մանուկ ժամանակ որ կացած եմ, բայց երիտասարդ որ կացի, բոլիսը գար, ես ապրած էի բոլիսը, այդ ամբողջը իմս էր, այդ մեր քրողներուն գրություններ են, բացվածքներ են, վեբեր են, այդ ամբողջը խնդրալի կսկացում է, ատիկա, շատ գեղեցիկ կսկացում է, անան որ լավ գսկամ տուն ինչ գսկայի, իմիջ այլոց, մեկ անգամ Մութաֆյան Բադրյարքը եկած էր 30-40 երիտասարդներով, եւ այսպես դանիքը փերած էր բդդելու, մամաս կտեսնե Բադուհանին, դուրս գելն է, Աստվածօգնական սրբազան հրամեցեք, դիգինար փինեգս է, մինագս չեմ, նայիրկա, ինչու գսե տուն մեր դունը մորցերես, եւ եկան այսպես ընթարցակ բոլորը քեդին նստած էին մեծ մասը եւ բադովտետ հետովողներ եթե լան հիշեն որ եկած են եւ այստեղ այնպիսի գեղեցիկ երեգոմ բայց դիգնարփի գսեգոր 40 կավաթունիս մամասը սա մամաս ամբողջ բահարանը դիչեցնեմ այո ունիմ շատ հաջելի օրանցուցինք ատկևերջ գիտես 95-ին Սահակ Բադրյարքը այստեղ էր այո մենք երբ որ այցելեցինք Երուսաղեմ 95 եւ 96 թվականներուն ինքը այստեղ ափեղա էր այո դբրոցի դեսուչը եղած էր այո եւ բայբլ ստադիներ գան ուրեմն Մութաֆյան Բադրյարքը եւ հայր Սահակը եկան մեզի Եվ այսպես քրական շատ ավոր մտնոլորտ մներ, ինչ քիրք գրած ես անուշ, ինչով այսպես խոսեինք կոր, եւ սա բիտկունինք ուսուցած այս հիմնարկը ուսուցիչներ հրավիրելու, որ վերաբադրաստեն մեր ուսուցիչները, եւ հայրսակը սա ահա նստեր է ցերտիմած, այսպիսով երկու անգամ արանք բոլիս եկա եւ ուրիշ բաներ, այդ միայն տասնալը չէր, գիտես, այդ վերաբադրաստումը չէր, այդ բոլիսը ապրիլն էր մեր քրագանության մեջ են, մեր քրոհներուն աչքերով եւ հոգիով ինչ որ տուն ապրեցար այստեղ, անանք որ իրարու շատ լավ կհասկանանք գործերով, այո, իրարու շատ լավ կհասկանանք եւ ասկալի դարվա փորձառությունը ինչ տվավ քեզի, տուն անշուշտ դվիր հայ ուսուցիչը, անալ հայրենի ուսուցիչը, չի գրնար չի դալ, չէ։ Այո, ծևով վստահ եմ, այսինքն մեր կարողության չափով դվածը լալու ենք բաներ, ինչ որ դղակը արած են, ինչ որ մենք կրծած ենք տալ, այդ բոլորը մենալ ուսուցիչ աշխատանքը գիտես, այսինքն անմիջապես բդուղը չես կարել, ով գիտե 5 տարի վերջ, 6 տարի վերջ, 10 տարի վերջ, արջևդ կելլա լագոտը գսե որ ես այդ լագոտն եմ։ Գիտեք, բարով ասանք պամը սերեիք, շտատորվում է վերջ ես այսպես էի, չեք կնալսել։ Գիտես, սեբանի սանցիալուրը մեսեջը ստացա հաղորդակցությունը եւ սա դիգին անուշ կհիշեք ինձ ես մելքոնն եմ Եկավ միտքս, բայց ոչ բան, սա ես ցեզի եկա դու կսիկ գուզեմ հայրեն սորվիլ այսինքն ներողություն այսսելու դու կսավ ծրի սորվի դու կսի միայն հայրեն սորվիլ քեզ ասորա 30 տարի անցել սա դից մեկ հանգարց մեջտեղ գելն այդ զարինդակ այո եւ ինձ համար եւ սա ոչ միայն հայրեն սորվիլներ Դուք ինձ Հայաստանը սիրել դվիք, ես իմ Հայաստանը հունգե եկած եմ ուզեցի խոսիլ ծերդ, ըստ այդպես բդուղը գրնա 30 տարի վերջ։ Այո, չենք գնալ, սեր որ երբ բիդու ունենք այդ բդուղը, բայց ամենայն թեպս ես բոլոր դրակը անշուշտ բոլոր դրակը հոս դրակ երբ որ ասենք պետք է կովրսեմ նաև աղջիկները։ Այդպես է, բայց քրագանչյան մեջ չէ։ Մենք երբ որ դրակ ասենք շեբեբ իմաստով արաֆերենի բոլոր երդասարտները, բոլոր բադարիները աղջիկ դրախարն, բայց ուրեմն բոլոր դրակը եւ աղջիկները շատ սիրած եմ Ես իրենց կսեմ ուսուցիչը գտնա փարգանալ, գրնա չղայնանալ, ուրիշ է ինչպես ծնողները, բայց ուսուցիչը ցեզի գսիրե, չսիրել բաճը, այո, չի այսօր կանի բախտաստված ես։ Այսօր քիչ էր անշուշտ 3 բահ էր։ 3-ից 6 բախտված եմ, գարձեմ թեյը պետք է խմենք։ Քանի որ դարևեր չէ եւ գիտես ասիջի պատմություններ եւ այլն այսօր վեցածենք շատ շնորհակալ քրագանություն դված եմ եւ քրագանությունը գիտես կսկսից խոսիլ եւ լրել չես այո մենք ալ խոսիլ սիրող մարդիկ ենք այո մենք ալ խոսիլ սիրող մարդիկ ենք նախ թարգմանչած վարժարանը սրբոց թարգմանչած վարժարանը կարևոր հաստատությունն է Երուսաղեմի մեջ Եկեղեցու առաքելությունն է նախ եւ առաջ պետք է գիտնանք 1929-ին ուրեմն քաղաքական
որ Պերու համար քաղաքականներու զավակներուն համար Մեսոպ Բադիրակ Նշանյանի եւ ժամանակի Բադիրակ Եղիշե Բադիրակ Թուրյանի չանկերով հիմնադրված վարժարան մնե եւ վերջը պետք է հիշենք նաեւ անշուշտ Գյուրեղ Սրբազանի մեծ ներդրումը եւ այս վարժանը որ մինչեւ այսօր արդեն քանի մդարի վերջ 90-ամյակ բիդի նշի արդեն գմգա 85-ամյակը նոր վերջացավ 90-ամյակին թեպի գնտանա ուրեմն 29 նշանավոր թվականի մեզի մադրաթարանն այո այդ տարի բայց ծբրոցի հաշվով եւ նաեւ հիմնադիրները բոլսեցիներ են բոլսեցիներու նվիրատվություններով հիմնադրված վարժարան մնե եւ դեղացի քաղաքացի ժողովուրդը այո անոնք եւ բոլիսի հետ Երուսաղեմի սերտ կապը նաեւ գրթական ոլորտի մեջ է այսինքն ես ուրեմն նստեցա այդ բոլոր ցանկերը պատրաստեցի եւ մոտավորապես 140-150 աշակերտ ոչ թե ժառանգավորացի մեջ մանավանդ ժառանգավորած եկած են ուսանելու բայց նախքան ժառանգավորած ընդունվելը իրենց ուրեմն թարգմանչացի մեջ քանի որ բոլիսեն դադուրյաններն որ ծնողքը սպերած են այդ ծնողքը քանի որ ուրեմն հայերեն չէին գիտեր իրենց հայերենի սկզբնական գրթությունը գանեին թարգմանչացի մեջ հետո կանցնեին ժառանգավորած երթալ որովհետև այդտեղ խիստեր ավելի հետո շատ կգապվեին այստեղ չեմ ուզեր այսպես կովասանքի բաներ եւ այլն բայց մայրս հորաքույրս հոնեին չէ իրենք պատասխանատուներ էին եւ այնքան մայրական քուրքուրանք կար այդտեղ այնքան որ իրենք չէին ուզեր բաժնվել հոնգե գիտեք հիմա դադուրյաններու խումբ ունենք բանի վրա WhatsApp-ի վրա գապված ենք իրարու ես կհավաքեմ որ բոլորին պատմությունները եւ այլն պիտի սկսենք ծրագիրներ ունիմ այո այդքան մարդ բոլիսեն եկած է բոլիսեն խավարներ են նաեւ եւ ոչ միայն թրքախոս չէին այլ քրդախոս այսինքն բոլսո հայոց ինքնությունը ցևավորող այսինքն բոլսո մեջ կսենք այսքան վարժան ունեցած ենք պլաս 1 պետք է ծնենք անալ Երուսաղեմի սեպոս թարգմանչած եւ ժառանգավորած վարժարաններն են որ բոլսո վարժարաններուն չափ ով գիտե ավելի քանի որ այստեղ նաեւ ազատության մթնոլորտը գար նպաստած են բոլսո համայնքի նոր սերունդի ցեղավորման աշխատանքին հիմա ասեմ օրինակ 15-ի չարթեն վերջ վանի որբերը որ եկան այդ սերունդը եկավ բոլոր առաջնորդները հոս Եղիշե Բադրիակներ Սերովպես Սրբազան Հայգազու Սրբազան վերջը փանքնած Հայաստան Հայրիկ Սրբազան Բսակսապ բոլորը վանի որբերն էին այդ վերջ եկավ բոլսո սերունդը առաջնորդները չէ ամեն դեր իրենք էին այսօր եթե հիշենք այդ սերունդեն օրինակ Վիկեն Սրբազան մեծ բաշտոնի վրա է Խաժակ Սրբազանը եւ հորս աշակերտները եղած են բոլսո մենք մեր Արամ Սրբազանը Աթեշյան այո նախնիները անշուշտ բոլորը հանգուցյալները չհիշենք միայն ողջերը այս սերունդը Աստված երկար կյանք տա այս բոլորը Երուսաղեմը պատրաստեց մտավորականները որոնք Հայաստանին ինչ մտավորական պիտի երթարկոց էին երկաթյա վարակույրներ չէ Երուսաղեմը պատրաստեց եւ հոգեվորականները եւ մտավորականները ուսուցիչները ասկային կորզիչները Երուսաղեմը շատ մեծ թեր խացավ իսկ այսօր ինչպես կտեսնես Սևան չեմ կուզեր հուսահատիլ փոթորիկներ գուքան եւ գանցնին ասում այսօր ընդհանուր թե Երուսաղեմը կամ չէ այսօր ընդհանրապես հայոց լեզուն Ժպիտս երևի շատ բանսավ այո ասկն դակնավի ամեն մարդու մսացները այստեղ չգտնեմ բայց սա ասեմ որ հայերենը այսօր հավաքական լեզու լալեթատրած այլ եւ դարձած է անհատական լեզու այսինքն հիմա քրող մոնենք չեմ իշերով ուսածեր որ քրագանության լեզուն չէ այլևս քրողի լեզու է հայերենը այսինքն արևմուտահայերի մասին է խոսքը անշուշտ արևմուտահայ քրագանություն կամ սփյուռքահայ քրագանություն չէ այլ քրողնի լեզու գա այսօր եւ այսօր հայերենն ուրեմն անհադի լեզու անհադը եթե իր անմիջական միջավայրի մեջ գբաշխանե ուրեմն պետք է ուրախանանք այսինքն անհադը իր ցանկի մեջ իր ցանկերից իր ընտանիքին իր միջավայրի մեջ նույնիսկ ընտանիքներ կան որ հայերեն չխոսի բայց անհադը հայրը հայը խոսե բայց գինը
հայախոս չէ, ուրեմն ինչ պիտի դնեն։ Կամ ինչքան որալ չանք թափես, երբ որ գտեսնաս որ մանուկը մեծ ծնող այդ դունին մեջ որքան հայերեն խոսե, բայց դուրս գելա դբրոց կերտա, այդ բոլոր աշակերտներ երբ որ թրքերեն գխոսին, կուզավա գդալ հետերնին։ Քեզի գամցնե։ Լավ, հիմա ադի ընդունելի է, ասենք Ամերիկայի մեջ դբրոց անգլերեն պիտի խոսի, ֆրանսերեն պիտի խոսի։ Բայց Երուսաղեմի հայոց վանքին մեջ սրբոց թարգմանչածը եւ մեր բստիկները վանքին փագը կամ դբրոցին փագը անգլերեն խոսին կամ արաբերեն այդ ընդունելի չէ այդ քեզ ինչի գնամանի ես Հայաստանի հայ դրամը ռուս աղջիկամ ուստացա ինչպես ասեմ որ Հայաստանի մեջ հայ դրան ռուս աղջիկարն է լալիք չէ հիմա նույնը հոսե ամեն դեր ներելի է քանի որ իրենք ամերիկյան դբրոց անգլիական ֆրանսական ճապոնական չինական բայց Երուսաղեմի մեջ հայ բզդիգա հայերեն չխոսի, հայոց վանքին մեջ, հայոց փագը, մեր մեծ փագը։ Բայց գիտես, անուշ, այստեղ նորեն համեմատած իմ դեսած վայրը ռուսեց ասեմ, ոչ միայն բոլիսը, նաև իմ դեսած այլ վայրերի մեջ, Երուսաղեմը նորեն մխիթարության արիտներ շատ կուդամեզի, որովհետև քոնե դրակը մեծ մասամբ հայախոս են։ Այսինքն տասարանի մեջ հայերը հայախոս են եւ այսինքն արաբախոս, անգլիախոսները անոնք են, որոնք խառնամուսություններու մեծ մասամբ ծնունդ են։ Անալ տնական արդյունքը կամ հետևանքը ծնողները հայ են, բայց մզդիկները ուսուցած են։ Այդտեղ որպես նորացեություն։ Այո, իսկ Սևան գսեն, շատ գսեն, չէ, այդպես է, որ արեմդահայերենը արդեն մեռած լեզու է։ Գնթունից Ինձ համար չէ։ Ապրիս։ Ինձ համար չէ։ Ինձ համար չէ։ Այո, ինչպես քիչ առաջ լսի, այսինքն մեր անհատական կյանքերում մեջ, քանի դեր գխոսենք, ուրեմն մեր աստեզումը չէ։ Այսինքն ես իմ զավգիս գփոխանցեմ, իմ շրջաբարից հետ հայերեն գխոսեմ, ադեն անանք կլա որ թիմացինս թրքերեն գխոսի, ես հայերենով կպատասխանեմ։ Այո։ Այսինքն ուրեմն ես կչանամ ապրեցնել երբեմն թիմացիներս նեղացնելու աստիճան կինով այսինքն ինչ համար հարցուցիկ գիտես օրինակի համար եթե արեմդահայերենը մեռած լեզու է բայց մինչև այսօր մեր թերթերուն մեջ մենք օդար բարեր չենք ոչ դիպլոմատ կկործածենք ոչ չեմպիոն կկործածենք բոլորին հայերենը կփորձենք գրել չէ ու արևելահայերենը մեռած լեզու չէ գենթանի լեզու է Հայաստանը ունի իր լեզվի ինստիտուտներ Հայաստանն ես օդար բար կործածեցի այդտեղ լեզվապաններ կան որ աշխատին լեզուն կմշակվի կհրգվի բնական է բայց որքան օդար բարեր կկործածեն չէ սարսափելի բան է ադոր համար ինձ համար արևելահայերենը շատ ավելի գենթանի լեզու է Քան այդ արևելահայերենը որ գլսենք հիմա անշուշտ խոսքս փանկրոներու մասին չէ մարդիկ որոնք լուրջ աշխատանք եւ այլն գտանին խոսքը հիմա փամբիրի փերեմ նորեն Երուսաղեմ փերեմ մեր ձիրի մեջ ծնեմ սա արումով Երուսաղեմը մեզի շատ քերեցիկ ուրիշ օրինակ մնալ գուտա օրինակ մենք շատ անգամ Հայաստան գերտան մարդիկ անոնք ովքեր քիչ մնալ խախուդ է իրենց լեզվի իմացությունը եւ այլն ամիջավես կփոխեն արևելահայերենը կփոխեն եւ այլն նույնիսկ սպյուրքի մեջ այդպես է չէ քանի որ նաեւ արևելահայ սպյուրք մկոյություն ունի այսօր արևելահայախոս սպյուրք մկոյություն ունի անոնք ալ սկսած են իրենց գտնված վայրերում մեջ աստել անշուշտ արևելահայախոս կդառնան մարդիկ ամերիկա ծնողները արդեն խնդիր է այո բայց Երուսաղեմը այդպես չէ այսինքն Երուսաղեմ օրինակ թե ժառանգավորացի մեջ հագարակ ուր որ Հայաստանեն եկած աշակերտներն բոլորնալ եւ թարգմանչացի մեջ ունենք որ մայրերնին ասենք Հայաստանեն է կամ հայրերին Հայաստանեն է բայց հոս բոլորը արևելահայերեն են գտարնան արևմտահայերենի ուսուցում կստանան մեր վարդապետները որոնք մեծ մասամբ արդեն Հայաստանեն են գճանան արևմտահայերեն խոսիլ արևմտահայերենով արդահայտվել եւ քրել սա շատ ողջունելի երևույթ է այսինքն գսենք Երուսաղեմը դարբեր է հոգ պետք է դառնի Երուսաղեմին այո Երուսաղեմը անշուշտ բոլոր հայության ցերկը աչքը պետք է հոս վրլա մեր Երուսաղեմի մենք բոլորս պետք է մեր նվաստը բերենք եւ այս երևույթն ալ օրինագելի երևույթ է որ Երուսաղեմը հագարակ որ նայեցեք այսինքն Երուսաղեմը արևմտահայոց հadouk վայրը չէ ոչ հոս մենք ունեցած ենք անցյալին արևելյան Հայաստանեն
արևելահայ առաջնորդներ, հոգևորականներ, մեծանուն հոգևորականներ, չէ, ունեցած ենք եւ պիտի ունենանք նաեւ աբակային, բայց հոս գրծած են հայության այս երկու հատվածները միաստապար աշխատել հանուն Սրբոց Հակոբյանց վանքի, հանուն մեր դիրոջ նվիրական ավանտը պահպանելու հանուն հայության այս երկու հատվածներու կորզակցությունը այստեղ ակներև է եւ օրինագելի է։ Մինչեւ այսօր։ Ինչու խնդացիք ես, որ շրանքավորած որ հիշեցինք, անշուշտ այդ տղակը դարբեր մագարտագով կան հայերենի, որովհետեւ հոն 8-րդ 9-րդ ավարտած են բնական է, բայց գրնան հանգարց վեճի մեջ մտնելս որ գազերը հայերեն է։ Ջանիկը սկսեն հայերեն ստեբին է։ Դիգին ուրգե պերիկ այդ բանը գազերը։ Անշուշտ փողատար սկսել։ Այո, ես ասիփանով գադագով ասեմ։ Պոլիսկլ, օրինակ գսեմ որ մեր ոսեցիները կամ մեր արևմտահայերը, ասենք Հայաստանը շատ ռուսերեն բարեկը կոծածում։ Լավսեմ օրինակ մուդուր, գսեմ պամը դոգից փախած գսեն։ Ասեմ թողը հայերեն է, ինչպես դա հայերեն է։ Ասեմ հայերեն է բարան կնշանակի հաստ բարան։ Իաբես օրինակ գանալ շատ արդայություններ, որոնք հայերեն են իրականության մեջ, բայց նայր, որ երկիրը որ գաբրիս բնական է այդ երկրին բարերը դիալիս։ Բայց մեր նշածողը պետք չէ առօրյա խոսակցականը, առօրյա խոսող մարդիկ։ Օրինակ ես կսեմ որ լսեցեք վիապարին խոսակցությունը։ Անշուշտ չես փախտել։ Կամ հերադեսի լփացեք եւ հաղորդավարներում, մտավորականներում խոսում դիգեք։ Բայց բազմաթրվակները մնալիք սերիալները բազմաթրվակ է հայերը շատ գեղեցիկ բառ է բազմաթրվակ Հայաստան օրինակ ես նաև անընդունելի կգտնեմ ընդունել աշխարհի ամեն ինչը բայց ինչ որ Հայաստանեն գուկա Ոգան այդպես արևմտահայեր որ Հայաստանին ուղղակի ճշնամանք չէ ինչ սեր Հայաստան անընդունելի է որովհետև արևելահայերենը հայերեն է Մենք օրինակ երբ որ փոքր էինք այսքան շատ չէինք գսել արևելահայերեն արևմտահայերեն հայերեն էլ եւ վերջ Թո արևելահայերեն ալ խոսին արևմտահայերեն միայն հայերեն խոսին արևելահայերենն ալ մեր կանցն է մենք երկու կանց ունենք արևմտահայերեն եւ արևելահայերեն հիմա երբ որ խոսենք որ օդար բարերում ասին այդ բոլորովին ուրիշ բան է դες բայց չսիրել արևելահայերենը կամ չսիրել հայրենիքը ադիգա ոչի է ինչսել է Թուք որովհետեւ երբ որ Հայաստանը գհանեք սպյուրքահայու հոգինի մեջ հայը չի մնա Ինչ պիտի ցնեք տեղը այո այսինքն ինչ պիտի ցնեք տեղը որ հայության գապվի այո մեր եկեղեցին է եւ մեր հայրենիքն անշուշտ այդ երազներն են նույնիսկ գրնակ վիճիլ այդ ընկալումի մասին բայց եթե հանեք դեղ ինչ պիտի ցնեք չունիք ոչ այսինքն փամը չունիք փամը ցնելիք այո ուրեմն իմա որ դառնաս ինչ պիտի լես Իմա որ դառնամ Քահանա լալու մտածություն ունին մեր բոլսո Այսինքն անպայման այդ ճամփով պիտի երթաս որ գադա գրիչ մնաճսի հոս հոգևորական գրնայր լալ Այո այսինքն ես մանուսենեն ուզազեմ հոգևորական դառնալ իմ մեծ հայրս քահանա էր իմ մեկ մեծ հայրս քահանա էր իսկ մյուս մեծ հայրս երաշտապետ էր եկեղեցու ես այդ միջավայրի մեջ մեծած եմ հիմա այսինքն Երուսաղեմի մեջ դարձյալ այդ բոլորը հարությունարին եւ մեր բادرյակ սրբազանայրը բոլսո բادرյակ սրբազանայրը քանի անգամ արդեն հրավիրած էր մտածելու այդ ուղությամբ ես ալ քանի մդարի եւեր կմտածեի ընդանյոք կմտածեի շատ լավ քահանագլաս ընդունեցի թիմումս դվի ընդունվեցավ թիմումս եւ այդ ջամփու վրա եմ այսինքն ուրեմն բոլիս որերտամ եկեղեցու ծառայության պիտի շարունակեմ իսկ դիգինat գբադրաստի որ երեցքին լալու կամ աթի երեցքինները չգան այլևս աթի երեցքինները անշուշտ չգան այլևս սև պիտի չհակվի սև տանող արդեն շատ Pan gines այսքան իր հակուստը գաբուստը բավական համեստ եւ զուսպ է ուրեմն շատ դժվարություն գիտի չգրե իրեն ասած է Ես զեվան եթե ինքը գսիրե քեզի եւ քեզի հասկանալու վարած է բնականաբար այդ իրեն արկել պիտի չլագյանքի մեջ չէ Իմ մեծ մայրի գսալ այսինքն երեցքիներ մենք այդ միշտ եկեղեցի այսինքն դունը շարականներով ջաշ կպատրաստեր շարական երկելով ջաշ կպատրաստեր եւ այլն միշտ այսինքն կամ ջաշերը դառնվեին իսկ եկեղեցի պիտի դառնվեին դիկնած կազմի աշխատանքներում պիտի ավանդությունները միշտ կային այսինքն տեսնենք ինչպես պիտի
Աստված մեծ է, քանի որ ժամանակները կփոխվին։ Ես կդագովս հիմա ատներեցիները չկան։ Քահանային բարդականությունը կփոխվի, երևույթը կփոխվի, այսինքն այո։ Հետաքրքրական է, ուրեմն հիմա թեպի այդ ճամփան պիտի երթաս եւ ինչ կգարտես, որքան ժամանակ են գլադի։ Չեմ գիտեր։ Որովհետեւ բավական պատրաստ ես, նոր սորվելու պետք չի։ Այո, այսինքն չեմ գիտեր, դրանք ինչպես կսեն եկեղեցական վերին իշխանությունը ինչ պիտի որոշե, ինչպես այո, առաջացված գսենք ամեն ինչին։ Իսկ սրանք տասպիդաս դպրոցները կան առաջարկներ, ես այսինքն միայն անշուշտ դասավանդություն չեմ ունել, նաեւ խմբակրություն, ուրեմն դարբեր քիրքեր, նաև Սիոնին աշխատակցությունս գշարունակեմ, այո, նյութեր ունիմ բավական գկրեմ, գխմբակրեմ, գուսուցանեմ, վստահաբար բարակ չեմ մնար, այո, այսինքն մեգերում գչանամ դարձել օգտակար ոլամ։ Հետո բոլիսը քանի թերթ ունի, չէ՞։ Այո, երկու թերթ ունենք, ժամանակը եւ մարմարան, առօրյա օրաթերթ որպես, ագոսը գա թրքերեն եւ նաեւ հայերեն հավելված ունի։ Նաև կան ուրիշ թերթեր, որոնք թրքերեն ու լույս կտեսնեն, այսինքն աշխույժ իրականության մեջ մշակութային անշուշտ հիմա հոն քանի որ մոտավորապես 50,000-ի չափ ժողովուրդ կա, մեծ քաղաք է, ուրիշ ավանդություններ ունի, Երուսաղեմը վանք մնե վերջապես, այստեղ իր մշակութային կյանքը ունի, բայց ավելի ուրիշ գշրույթով մգնտանա այդ կյանքը, ասենք։ Յուրաքանչյուրը իր ցևով օգտակար է ասկին, յուրաքանչյուրը իր ցևով օգտակար է եկեղեցին։ Ես սա գուզեի ասել, Երուսաղեմի մասին խոսեցանք, Երուսաղեմը մեր մնացյալ քաղաքներեն սա դարբերությունը ունի, որ ընդհանրապես հայությունը դեղ մը գերտա եւ այնտեղ համայնք մը կստեղծե եւ կհիմնա անպայման եկեղեցիմը եւ դպրոցը եւ անոր շուրջ իր գահավաքվի իր կյանքը շարունակե եւ երբ որ հայությունը ցուլվի ինչ որ եղած է պատմության մեջ կամ ուրիշ տեղ քաղթե հոնալ դպրոցը կոչվի եկեղեցին կոչվի գսենք որ պատմությունը թրջունելու երամին ինչպես որ այսօր օրինակ Հնդկաստանի մեջ չէ հսկայական եկեղեցիներ եղած են եւ այլն կան այսօր շենքերը բայց համայնք չի գա բայց Երուսաղեմը այդպես չէ Երուսաղեմը երբ որ Հիսուս երկին կամբարձավ եւ արաքյալները հոգեկալուստեն իդ սկսան քարոզել Հայաստանալ եկան եւ հայերը անմիջապես ուզեցին քալ Երուսաղեմ եւ մեր հետքերը այստեղ մինչեւ 4-րդ դար գսենք չէ երկար նույնիսկ ավելի առաջ անշուշտ ակարտակավորի դուրս եկավ ուրեմն սրբոց ուրեմն այստեղ նախ եկեղեցին հիմնադրված է այո հետո հայությունը եկած մինչեւ այսօր այդպես այսինքն ինչու համար գսենք Երուսաղեմը հավերժ է որովհետև այստեղ միշտ պիտի ըլլանք, այո, այստեղ միշտ պիտի ըլլանք, այստեղ Սուրբոց Հակոբյանցը ոտքի բահելու համար հայերը միշտ պիտի լան, տեսեք, օրինակ բոսահայերը գուկային, անադոլյան հայեր գուկային, քաղաքական երկրի պայմաններով, այլ պատճառներով, այլևս չեն կար, ինչ եղավ Հայաստանին մարդիկ սկսան կալ, բայց ցևոմը հայությունը այստեղ իր ներկայությունը գբահբանեմ Սուրյալիփանան եկած է այսինքն ես գսեմ որ այսինքն դիրոջ քալուստը հայերը այստեղ պիտի թիմավորեն այսինքն հայերը այստեղ պիտի ըլլան նաև երբ որ երկրորդ քալուստը ըլլա ուրեմն Իսահակ Բաժակետ որ Բայբլստարները գնեին խոսեր այս մասին եւ գսեր եթե ոչ մենք բայց մեր թորները դիտեն դիրոջ այո եթե ոչ մենք բայց մեր թորները անպայման պիտի տեսնեն Երուսաղեմի մեջ որովհետեւ այսինքն գահավադանք Սուրբ Հակոբներու զորության այստեղ չէ Հակոբոս Դիարն եղբոր Արաքյալին եւ Հակոբոս Զեփետիա Արաքյալին զորության գահավադանք հայ եկեղեցին այստեղ ներկա պիտի լա միշտ հոսե եւ հայերն ալ միշտ պիտի կան այստեղ գիտես Չեսևան այս հիմա Ռևոնտ Վարդապետին հետ որ այդ ֆիլմը կպատրաստենք որ հայերը 10-րդ դարուն որ եկան Գիլիկիային եւ այլն շուտով պիտի ցուցադրվի YouTube-ալ գտրվի ադոր մեջ ես 40-ին ծնած չէի բայց 40-ին արդեն եղողներ կամ ծնած այդ ժամանակ որ լսած են գբատմեն ինչպես ռումբերը բادرազմի ժամանակ որ գուկային դիչնեին հոս վերջավորության սկսած է վանքին վրա իջնել ունեցել ենք 7 զոհ 13 վիրավոր բայց այդ ռումբը որ եկած է Սուրբ Հակոբի կմպետին
կլորվեր իջերը եւ չբայթած ես ասպոլորի մեջ իմաստ գտեսնեմ բիդի չբայթեր եւ նաեւ գսեն որ արաբներ գուքան թուրը գզարնեն թե ով է այս սուրբը ցիավոր ջերմակցի վրա սուրբ Հակոբին շուրջը գտարնա եկած ռումպերը ետ գղրկե հիմա ասի երևակայություն է դեսիլ կե մարտիկ շինած եմ կարևոր չէ բայց սուրբ Հակոբը գմնա գմնա եւ մեկ իր շուրջը պիտի մնա այո Այստեղ երեք վանքին թուրնեի օդարմը եկավ սավ Հակոբները ով են սավ եւ հետո ամիջարը սավեցուց ավետարանին նամակակիրն է սավ նոր գտակարանին այո ինքն է ինչ կսեք կորսավ դե նոր եմ մտան մտան այո իջեցին որ Հակոբոս Արաքյալի մասին են անշուշտ այս պատմությունները շատ են at Վահրամ Մավյանի at Լևրինսկի հայ at լե զինվորը որ հայկական արմատ ունի Սուրբ Հակոբ կուկա հայերեն փառանգամ չգիտեր բայց այստեղ իր հայությունը գվերակտնե չէ այսինքն Երուսաղեմը այդքան մեծ ներշնչարան մնա թե հոգևոր իմաստով թե ազգային իմաստով բոլորիս համար որ գսեն Երուսաղեմ եկողը ուխտի մեկ անգամ չէ 7 անգամ բիտքա այդ շատ ճիշտ է որտեղ գկաշե Երուսաղեմը գկաշե Քրիստոսի հետքերով այո Սևան շատ ուրախ եմ այս ինչս եմ իմաստալից այսպես հոգեբարար զրույցին համար Գադիս մենք ալ պետք ունենք երբեմն մեր քիրքերեն աշխատանքներեն հերանալ եւ նստիլ խոսիլ դժբախտաբար ժամանակը միշտ մեր ճշնամին է բայց ես սիրելի հետևողներ որքան բան այսօր մենք լսեցինք Երուսաղեմի մասին բայց բոլսահայ Սևանեն որ մենք Երուսաղեմցի գտնենք որ հիմա այո հիմա ինձ գսեն երբեմն Երուսաղեմցի գսեմ չի գա ամենքս Երուսաղեմցի ենք որովհետեւ այստեղ մարդիկ գուքան եւ գերտան Որովհետև հոգևոր հայրերի չի դարձել երբեք հբարդության մեղքի մեջ ինանք Երուսաղեմի մեջ որովհետև օրինակ լսած են կան օրինակ մարդիկ որ ասեն որ եթե մենք Երուսաղեմի մեջ չլանք այսպես կլանք սա փան մնալ չլար եթե թուն չլաս փան մնալ չլար որովհետև Երուսաղեմը ամենեն վատ ժամանակներուն անգամ մեր պատմության մեր ազգային պատմության նաև այս դարածքի պատմության մեջ խոսեք Պաղեստինը Իսրայելը այսօր նույնիսկ որքան դժվար դարածք ունի չէ միշտ պատերազմներու մեջ միշտ փորձություններու սեմին բայց ես երբեմն գսեմ գմդոկվին պատերազմ գա ինչ կսեմ անոք ես աշխարհին ամենեն աբաբով վայրն ճիշտ է գիտես Սևան ժամանակը գծնի հերոսը չէ ճիշտ այդպես է եթե պետք եղած է շղթայագիր մծնած է շղթան վիզը trած Երուսաղեմը բահելու համար Ես կհավատամ ատոր այո ուրեմն բոլորս Երուսաղեմցի ենք եւ անպայման մեգերը հոսպիտալան եւ Սևանը գուքա գանցնի անուշը գուքա գանցնի ուրիշներ գուքան գանցնին բայց Երուսաղեմը հավեժ է Սուրբ Հակոբի կակատին եւ անցերներուն եւ անցիր այո եւ այդ խոսքը շատ քեղեցիկ է չէ Երանի անոր որ հիշադակ մը գծկե Սիոնի վրա ես կոնե իմ զավգիս հիշողության մեջ անգամ մեր ընտանիքին հիշադակ մի եթե մնա որ մեր մեծ այրը Երուսաղեմ կացել է այո մեծ ուրախություն է գիտես չէ Սևան մենք գազան որ 67-ի պատերազմը եղավ հրի արաբ եւ հայրս մագի մեջ United Nations աշխատեր իրեն Վիեննա ուզեցին հրավիրել կամ Կանադա մայրս ոտ կողեց ոչ եթե սավ ես քաղաքը բիցքեմ դերմ ուր հայաշատ քաղուտ կա այո Եվ այնադեն ջամփաները գբացվին Երիշե Բադրիարքը եկայցել է Գազա գիտե որ իր որփանոցի ընկեր Արշակ Սարգսյանին աղջիկը հոն ամուսնացած է եւ գսե մամաս գսե մենք կուզենք այսինչ առաջարկները կան բայց մենք Երուսաղեմ կուզենք գսե Երուսաղեմն է ցեզի պետք ունի բարոն Հրանտը գերտա ժառանգավորած տասկուդա արփինենալ թարգմանած Լսեք, այսինքն ինչպես կգարկացվի։ Ինձի այո, արդեն գուքան առաջարկները երբեմն արևմուտք են, իսկ հերավոր ասենք տեղեր են կամ արիտներ գլան թիմելու եւ այլն, բայց ասենք Երուսաղեմը որ երբ որ եկավ առաջարկը մեկը ասենք
այո շատ դժվար է զավակս նոր ծնած է նոր ամուսնացած է իթե բայց ասի գնգնոշս իրերտամ չէ բաներ կա պիտի բայց նախախնամական էր գսեմ այսինքն եթե գինս չլար չի կնարկալ գինը հնազանդ երեսկին է հիմա ոչ միայն հնազանդ նաև խրախուսող այո եթե գուզես կոր պիտի երթաս ես սոսալ ինչպես ասի նախախնամության մադը գտեսնեմ եւ փառք Աստծո որ եկա հիշադակը իմ ընտանիքիս մեջ կոնե ցկեցի եւ ոնց ինչու՞ աշակերտներու ես շատ շնորհակալ եմ նաեւ ցեզի որ այս մոդեռնությունը բարգեւեցիք ինձ ընդունեցիք զիս եւ արիտ տվիկ որ վայլեմ լիուլի Երուսաղեմը Սրբոսագոպյան ցվանքը Եվ այսօր հավերժացանք այս բանը դարին բարձիկ Երուսաղեմ պատմությունը ալ քիրք չեն գարտար գուզեն նայել լսել չտեսնել եւ ուրախ եմ որ խոսեցանք Սևան Փարի եկար Երուսաղեմեն Երուսաղեմեն մաս մերը դիդանիս մաս մհոսպիտի ցկեսկեսմե եւ սիրելի հետեւորդներ մենք այսօր տեսանք թե Երուսաղեմը ինչ նշանակություն ունեցած է Բոլսահայ Սևան Դեիրմենջյան դիրացու Սևան Դեիրմենջյանին եւ շատ ուրախ եմ որ այսպիսի քեղեցիկ հուշերով պիտի երթա այստեղեն եւ անշուշտ եւ մանավանդ եթե քահանա լաս շատ պիտի կասու առաջացված Փարի եկար Սևան եւ Փարով երթաս ընտանիքիդ միանաս ամենայն թեպս ուրալ լանք մենք մեր կորձը ունենք շարունակելու սիրելի Սևան ընդհանրապես մենք չփագած մեր այս հանդիպումը ասենք ինչ խոսք ունիս գուզենք որ ասես ինչ գուզեիր ասել մաղթել Երուսաղեմին անշուշտ ինչպես ասի շատ խիտ զգացումներ կունենամ երբ որ խնդրարարական Երուսաղեմն եմ եւ սա գրնամ ասել որ նախ անոնք ովքեր միշտ այստեղ են մեծ փախտ գվայլեն իսկն շատ փախտավոր են ես իմ աշակերտներուս ալ գսեմ այսինքն Երուսաղեմի մեջ ապրիլը իրապես օրհնություն մնա այստեղ ծնած լալը նաև այսօրվան աշխարհի մեջ այսինքն այդքան փախտավոր եք որ նախ ծեր այսինքն ցկողականության գետրոնը մեգումը եթե Սուրբագոպն է արդեն Սուրբագոպ եկեղեցին է ուրեմն դա արդեն շատ մեծ փախտավորություն է եւ երկու քայլ գնեդես վարժարանդ կերտած երկու քայլ անտին թանկարանդ կա երեք քայլ անտին ուրեմն մադենատարանը ժառանգավորածը բادرակարանը բոլորը այստեղ մոտ եւ երբ որ գտբիս գիտես որ հազարամյա քարն եմ սիրումը հոսե այսինքն այո մենք Հայաստանը ունենք բայց նաև Հայաստանեն դուրս Երուսաղեմը արդեն գիտեք այսինքն մեր նվիրաբերության գարկը միշտ կսենք işte Մայրաթոր Սուրբ Էջմիածնը Գիրիկ Յոգասովոսությունը Երուսաղեմը բայց չէ մեր Մայրաթորը Երուսաղեմը այո այս որովհետև Երուսաղեմը ինչպես ասի Երուսաղեմը հավերժ է հայության ներկայությունը այստեղ հավերժ է եւ ամեն հայ որ գծնի Երուսաղեմի մեջ գաբրի Երուսաղեմի մեջ ըստ իս աշխարհի ամենայն փախտավոր անցնե եւ պետք է արժևորը իր կյանքի ընթացքին այսինքն այստեղ մենք չենք կնալ անդարբեր քալել ջամփու վրա ինչպես որ բանաստեղծը զգուշ քալե Հայաստանի մեջ զգուշ քալե Երուսաղեմի մեջ որովհետեւ ամեն քարիդակ ամեն բադի վրա արցանակրությունը խաչքարը ամեն քարիդակ ուրեմն դերունագող նվիրական քայլը նախնիներդ գա Մեն մի քարինդակ կետնի թեբիերգին փաստացող քախնի ջամփամ ունի Երուսաղեմը ուրեմն այս գիտակցությամբ պետք է ապրենք Երուսաղեմի մեջ կդարձնենք սիրելի հետևողներ իսկապես յետներս կմտնեք հայոց վանքի սև մեծ թռնեն եկեղեցի մադենատարան ցերակրադուն թբրոցներ այսօր նաև մեր արխիվներում թանկարան այո այս բոլորը միասին փրունց կմնեն ասե Երուսաղեմը շնորհակալություն սիրելի Սևան մինչև հաջորդ հանդիպում